Անելու ասում եմ, ինչ որ ասեցի, գիտեի ասեցի։ Պարոն Սիմոնյան, քանի որ պատասխանում եք մի Քանի որ սա վերացեցիք, վաղ այնտեղ ավագ նիստն է, մասնակցելու է վերջո քաղաքացիական պայմանագրի ձեր ֆրակցիան նիստին առաջադրվելու է Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետ։ Դրա մասին ընդդեղի խմբակցություն հայտարարություն կանի եւ իր որոշումը դες կհայտնի։ Հա, եկեք բոլոր գաղտնիքները չբաց։ Այսօր որոշումը կլինի ֆրակցիայի։ Ասում իրանք կհայտնեն, ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ եւ չեմ ուզում դրա հետ կապված հայտարարություն անել։ Պարոն Սիմոնյան, իսկ ես այլ հարց եմ տալիս, ոչ Գյումրիի հետ։ Ես այդ թեմայով ուրեմն իսկ ընդունելի կլինի իշխանության այնտեղի իշխող մեծամասնության համար եթե ընդդիմադիր օրինակ ակնկալում եք որ հնարավոր է ընդդիմադիր ձայներ տրվեն ձեր տեխնացուին եթե առաջադրեք օրինակ մտածեք այսինքն դիմությունը կվերցնի այնպիսի սցենար կամ քննարկումներ եղել ես կարծում եմ որ բոլոր ստանալ ընդդիմադիրների ձայները նման քննարկումներ չեն եղել բայց ես կարծում եմ որ տրամաբանական է որ այն ուժը որ ամենաշատ ձայներն է հավաքել նաև քաղաքապետ ընտրի իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում որ ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու եւ դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների աշխատանքների, որովհետեւ այդ նմանատիպ չակերտավոր 1 ժամյա 1 գիշերվա կոալիցիան չեմ կարծում որ կկարողանա ապահովի բնականon գործունեությունը դա իմ կարծիքն է իսկ աշխատանքը կառավարության հետ եթե այնտեղ Վարդան Ղուկասյանն լավ եմ աշխատում ձեզ որպես նաև ես ասել Վարդան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ իմ կարծիքը չի փոխվել որ պետք է բանտում լիներ ես իմ կարծիքը չեմ փոխում ես կարծում եմ որ իր տեղը ճիշտ տեղը բանտում է եք մեղադրում որ բանտում չի ով է թերացել բոլորիս Օրինակ ինչ պետք է անենք։ Ես քաղաքական գործիչ եմ, ես որևիցե բան չեմ կարող անել։ Ուղղակի ասեցիք բոլորս։ Դե բոլորիս, որովհետև երևի ինչ որ պահի, ինչ որ տեղ ամեն ինչ չէ որ ճիշտ են կարել, բայց նաև կան հարուցված գործեր եւ կարծում եմ ինչ որ ժամանակի ընթացքում այդ գործերը իրենց հանգրվանին կհասնեն։ Այդ ոնց է ստացվում որ մնացածի հետ կապված։ Չէ, չեմ կարծում որ դրա մասին ես է որ պետք է հայտարարություններ անեմ։ Ես որ իմանայի ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես։ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանն եմ ուզում անդրադառնանք։ Ես այսպես ասած հատուկ ձեզ համար դուրս եմ